Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, Վանաձայն եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեսունչորս տարի առաջ այսօր 10 դեկտեմբեր 1991-ին միջազգային դիտորդներու ներկայությամբ Արցախի մեջ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հանրաքվեն։ Ժողովրդին 99.8%-ը գոմ կվիարկեց Արցախի անկախության հռչակումին։ Այդ տարիներուն Արցախ չուներ իր սահմանադրությունը։ 2006-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը հաստատեց սահմանադրական առաջին գրությունը, ուր կնշվեր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, ընկերային պետություն է։ Արցախի մեջ 10 դեկտեմբեր 2006-ին տեղի ունեցավ համապետական հանրաքվե երկրի սահմանադրության առաջին ծրագիրը ընդունելու համար։ Արցախի սահմանադրության ընդունման գոմ կվիարկեց 77,279 քաղաքացի։ Այսօր Արցախի սահմանադրության ընդունման օրը Արցախի պաշտոնատարները, ազգային ժողովի նախագահը, պատգամավորները, Արցախի նախագահ Սամուել Շահրամանյանն եւ Թաթիվանքի հոգևոր հովիվ Դեր Հովաննեսը միասնապար այցելեցին Երապոլորի նահատակած Բանթեոն եւ իրենց արքանքի դուր կմատուցեցին Արցախի համար զոհված բոլոր նվիրյալներու հիշատակին։ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր եւ ՀՅԴ Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան 9 դեկտեմբերին քննչական կոմիտեին կողմէ հարցաքննության հրավիրվեցավ։ Սաղաթելյան ավելի ուշ տեսաուղերձով մայտնեց, որ հարցաքննության հրավիրված է Բաքրատ Սրբազանին եւ մնացյալ արդարներուն գործով։ Հարցաքննության ընթացքին անմերժած է որևէ բացատրություն տալ։ Այդ կորձեն գա անջատված մասը եւ դեղի կունենա լայնազավալ քննություն։ Ես հրաժարած եմ ցուցմունք կամ բացատրություն տալ հայտարարելով, որ այդ մեկը քաղաքական կորձ է, իրավական գործընթաց չի կատարվիր, նշեց Շաղաթելյան։ Գարանավորված սրբազաններ Միքայել arczepiskopos Աջաբահյան, Բաքրատ arczepiskopos Գալստանյան եւ Արշակ arczepiskopos Խաչատրյան 3 Հայաստանի ազգային անվտանգության ծառայության իրենց մեգուսարանեն հղեցին հետևյալ նամակը։ Արդեն շատ հստակ է, որ Հայաստանի մեջ կգործե զինյալ հրոսակախումբ, որը սպառած է գիրագի օրերը եղեղեցիներ բռնակրավելով եւ հավատացյալներուն իրավունքները գոբիտ կերպով ոտնահարելով իրենց սատանայական այսպես կոչված պաշտամունքները կատարելու համար։ Այս անսավոր հրոսակախումբը գլխավոր է վարչապետի պաշտոնը սպառեցնող անհայտ թավանանքի դեր անցմը, որ զինյալ մարդոց ուղեկցությամբ, բացահայտ եւ անտակույց լկտիությամբ կտապանցե իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սուրբ տարածքները, խախտելով գրոնական ազատության սահմանները եւ սեփականության իրավունքի անսերմխելիությունը։ Զզվելի է, որ այս հրոսակախումբին նախարարներեն, պատգամավորներեն, զանազան արգազախնդիրներեն բացի միացած են նաեւ իրենց երագի օձումը ոտնահարած եւ մերժած ճագերդյալ հոգեվորականներ, որոնք իրենց այս կայլով արժանացած են Աստծո տնտեսանին։ Հանցավոր այս հրոսակախումբին դակավին ազատության մեջ գտնվելը գխոսի հանցակորձ ենթականերու կողմէ իբրև թե իր լիազորությունը կդած, սակայն իրականության մեջ գործընթացած պետականության փշտանքներու լիակատար բռնակրվի մասին։ Սակայն վստահ ենք, որ պետականությունը գվերագանքնի իսկ հանցակորձները գլեցնեն այնտեղը, ուր ապօրինի կերպով կգտնվին այսօր մենք խիղճի գալանավորներս։ Եթե Աստված մեր գողքին է, ով կգրնա մեզի հակառակել հաղթանակի վստահությամբ Միքայել arczepiskopos Աջաբահյան, Բաքրատ arczepiskopos Գալստանյան եւ Արշակ arczepiskopos Խաչատրյան։
Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Ռոբերտ Ափիսողոմյան երեկ Մագի գետրոնի մեջ հավաքիմը ընթացքին հայտնեց, թե Հայաստանի կառավարությունը կշարունակի հաստատ գերբով պայքարել աշխարհի տարածքին ցեղասպանությունները կանխարգելելու համար, սակայն անզերծ մնաց հայոց ցեղասպանությունը եւ ներկա օրերու Արցախի ցեղային զդումը հիշադակել է։ Ափիսողոմյան ցեղասպանության անցագործության զոհերու հիշադակի միջազգային օրվան դաստամյակին նվիրված Մագի բարձրաստիճան հանդիպումի զիրի մեջ խոսք արավ ցեղասպանության եւ զանգվածային ոչռագործության կանխարգելման կանուխ նախահասկացում եւ կանուխ արձագանք համաշխարհային գործընկերություններու ամրապնդում խորագիրով նախաձեռնության ընթացքին։ Ափիսողոմյան իր խոսքի մեջ նշեց, թե միջազգային իրավունքի համաշխարհային եւ դարաձաշնային բազմագոհմանի համագարկերու եւ մարդու իրավունքներու պաշտպանության գործիքակազմի մշակումը եւ զարգացումը չեն հաջողած ցեղասպանություններու եւ զանգվածային ոչռագործություններու արդյունավետ կանխարգելումը կատարել, իսկ արհեստագիտական հարաճընթացը եւ բادرազմի միջոցներու եւ զենքերու զարգացումը չեն նվազեցուցած անմեղ քաղաքացի զոհերու թիվը։ Մագի բարեփոխումներու ձերի մեջ համագարկային փոփոխություններուն անդրադառնալով Ափիսողոմյանը ասավ, որ անոնք պայմանավորված են բազմաթիվ գործոններով, ընդ որում համաշխարհային եւ դարաձաշնային պայմանավորվածություններու, խախտումներու եւ բեդություններու քաղաքականության ու առաջնահերթություններու անվտանգության բաղադրիչի բարձրացման խորաբատկերին Մագի համագարկի շարունակական գենսունակության ապահովման անհրաժեշտությամբ։ Արտաքին գործոց փոխնախարարը չմատնանշեց Ադրբեջանի կողմէ Արցախի հայության հանդեպ կազմակերպված ցեղային զդումը, երբ անսավ հետևյալը. Մարդու իրավունքներու գոբիթ խախտումներու բացահայտումը եւ վերացումը, հատկապես խոցելու խումբերու հանդեպ պետք է ըլլա կանուխ նախազգուշացման համագարկիմը հիմքը։ Ազերիներ բղձած եւ վանդալիզմի ենթարկած են Արցախի 17-րդ տարու երից մանգանց վանքը։ Արդարև տարածված դեսանությունը մեջ երևի, որ անհետացած են խորանին վրա զեղված եկեղեցվո մանրագետները եւ Սուրբ Սեղանին հենած խաչկարը։ Այս մասին գրած է Արցախ մոնիմենտը։ Աղբյուրին համաձայն ազերիներ չարթած են քեղականտակ խաչկարի նստորին հատվածը, որին գած է քերին։ Աչագոմյան որնաշողորշի մեջ տեղադրված քանտակը եւս ինգած է 30 վար։ Հայաստանի արտաքին գործոց նախարարության փամփեր Անի Բադալյան հայտնեց, որ 3 առավել 3 ծեվաճապով նախարարական հաջորդ հանդիպումի վայրի մասին փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար քննարկումները կշարունակվին։ Բաքու 8 սեպտեմբերին վերահաստատեց այս ծեվաճապով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը դիտելով, որ Հայաստան մերժելու պատճառ չունի։ Ինչպես արձանագրված է 3 առավել 3 դարաձաշնային համագործակցության հարտակի 3-րդ հանդիպման միացյալ հաղորդակցության մեջ նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու թվականը կհամաձայնին դիվանագիտական միջոցներով։ Ընդհանուր ընկալումով այդ հանդիպումը պետք է տեղի ունենա Երևան կամ Բաքու։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար քննարկումները կշարունակվին, պայմանավորվածության հասնելու բարակային կդեղեկացնենք, հայտնեց Անի Բադալյան։ Հայաստանի մեջ Միացյալ Նահանգներու տեսփան Քրիստինա Քուին երեկ հայտարարեց, որ Միացյալ Նահանգներ այժմ կաշխատի Հայաստանի կառավարության հետ ձևավորել Թրամփի ջամփան եւ Վաշինգտոնյան հուշագիրներեն բխող աշխատանքներու մշակումն ու իրականացումը։ Տեսփանին համաձայն ներկայիս գազմվին միջկառավարական աշխատանքային երկու խումբեր, որոնք պիտի կատարեն հուշագիրներու եւ Թրամփի ջամփուն իրականացումը։ Աշխատանքային խումբերը արդեն գազմված են եւ մինչեւ դարեվերջ պիտի կոմարեն իրենց անդրանիկ նիստերը։ Քուին նշեց, որ Երևան եւ Վաշինգտոն աշխատին նաեւ Թրամփի ջամփու ծրագրավորումի եւ գառուցումի աշխատանքները ղեկավարելու նպատակով Հայաստան Միացյալ Նահանգներու գառույցի ձևավորման համար։ Այժմ կհստակացվին այս հadoop գառույցին իրավական հարցերը եւ կսպասենք առաջընթացի լուրերուն։ Հայտնեց Քուին, որուն համաձայն Թրամփի ջամփան օգուտներ պիտի ստեղծե արևդրական ջամփաներու գծով եւ Հայաստանը դարձյալ պիտի միացնե համաշխարհային շուկային։ Արդարև անոչ միայն պիտի նպաստե դարաձաշնային գործակցության ընդլայնումին, այլև
Հայաստանին գարելիություն միտա ընդրելու կորձընկերներ արդազման, ներմուծման եւ միացյալ նախաձեռնություններու համար։ Գույն նաեւ շեշտեց, որ Թուրքիո եւ Ադրբեջանի հետ հարաբերություններու ղեկավարման զուգընթաց Վաշինգտոն պատրաստ է աջակցելու Հայաստանի ամբողջական համարգման արևելք-արևմուտք գործարար օղակներու մեջ։ Գույն նաեւ հայտնեց, թե ինք վստահ է, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները այսօր բոլոր ժամանակները ավելի խոր եւ ամուր են։ Հայաստանի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Դիքրան Աբրահամյան կատարեց դիմադրյան հետևյալ քրարումը։ Հայաստանի իշխանության խաղաղությունը իբրև փաստ ներկայացնելու իբրև պատասխան Ադրբեջանի նախագահը Բաքուի մեջ խոսած է ադրբեջանցիներու Հայաստան վերադարձի իրավունքի մասին, մեղադրած է ադրբեջանցիները վտարելու ադրբեջանական հոգևոր մշակութային արժեքներու ոչնչացման համար։ Մեկ խոսքով այն բոլորի մասին, ինչ որ գխոսին 5 տարի է ի վեր։ Աբրահամյան շարունակեց. Քանի որ առաջ եւս Ալիևի օգնականը խոսեցավ Զանգեզուրի միջանցքի Հայաստան-Ադրբեջան երկխոսության շնորհիվ Ադրբեջանի առաջնորդության աճի եւ դարազդաչանի մեջ աշխույժ դառնալու մասին։ Ադրբեջան իր բանջարներուն մեծամասնությունը ստացած է, օգտագործած է Հայաստանի ղարավարիչը իր հավահագնոտ ծրագիրներու կատարման համար, ինք վերածված է դարազդաչնային կորձոնի, իսկ Հայաստանը զրկած է ինքնուրույն կորձելու գարելիությունեն։ Եվ ինչ պիտի կատարի Ադրբեջան ստեղծված իրավիճակի մեջ, մինչև վեճ ան Հայաստանը դժնամի ենթարկե, ստանալու համար այն, ինչ որ դակավին իրականություն դարձած չէ, նշեց Դիքրան Աբրահամյան։ Բոլսո հայության տնտեսական դժվարությունները եւ աղքատության դեմ պայքարի միջոցները քննարկելու համար Բոլսո հայոց Սահակ II Բադրիարքը դեսակցած է հասարակական ընկերային օժանդակության մարզի մեջ գործող միություններու եւ գամավոր նախաձեռնություններու ներկայացուցիչներու հետ։ Հանդիպումին մասնակցած են Հույս միությունը, Մեր հայեր միությունը, Բարեկամ խմբակը, ինչպես նաեւ անհատներ Ասլան Գյուներ, Բադրիարքարանի ընկերային օգնության հանձնախումբի նախագահ Հերման Կաֆավյան եւ նույն հանձնախումբի քարտուղար Մարտա Ժոբին Դինչկայիչկիջան։ Ամիս առաջ եկեղեցիներու Փարեսիրական մարմիններու հետ դեղի ունեցած խորհրդակցությունն յետք այս հանդիպումը նպատակադրած է զարգացնել փոխադարձ կապերը եւ ձևավորել համագործակցության գայուն միջոցներ ընկերային միասնականության ամրապնդման համար, հայտնեց այս առիթով հրապարակված հաղորդակցությունը։ Հարկելի ունգընտիրներ, բանասյանի եթերով եւ թիմադեդի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան օրերը։ Ցեզի հետերին ցանի հաղորդավար Նաթալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ բանասյանի ունգընտիր։